Լոս Անջելեսի քաղաքացիական իրավունքների եւ հավասարության վարչությունը հիմքեր ունի կասկածել, որ ամերիկյան որոշ բանկեր խտրական վերաբերմունք ունեն հայ հաճախորդների նկատմամբ։ Դրա նախադեպը արձանագրվել էր 2023 թվականին, երբ City բանկի աշխատակիցները խոստովանել էին, որ բանկը հայկական ազգանվամբ հաճախորդներին պիտակավորել էր իբրև հանցագործության եւ խարդախության հակված անձինք եւ աշխատակիցներին հանձնարարել էր մերժել վարկային քարտի տրամադրումը։ Խտրականության այս դեպքը պատժվեց եւ City բանկը տուգանվեց տուժածներին փոխհատուցելով մոտ $25 միլիոն։ Լոս Անջելեսի քաղաքացիական իրավունքների դեպարտամենտում համոզված են, որ խտրական վերաբերմունքը շարունակվում է նաև այսօր, ընդ որում ոչ մեկ բանկում։ We have received numerous complaints that Մենք ստանում ենք բազմաթիվ բողոքներ հայ համայնքի ներկայացուցիչներից, ում ազգանունը Յանով է վերջանում, այն մասին, որ վատ վերաբերմունք են ստանում բանկերից, վարկի մերժում, բանկային հաշվի փակում, առանց բացատրության։ Մենք ուսումնասիրել ենք նմանատիպ վարկային պատմություն ունեցող տարբեր անձանց տվյալներն ու համեմատել, նա, ում ազգանունը Յանով է վերջանում, մերժվել է կամ նրա հաշվի վրա կալանք է դրվել։ Մենք հստակ մեսիջ ենք ուղղում բանկերին, որ նման վերաբերմունք Լոս Անջելեսում չենք հանդուրժելու։ Կապրի Մեդոքսն ասում է, եթե բանկերը կասկածում են, որ որևէ հաճախորդ խարդախություն կարող է անել, ապա բանկային համակարգում արդյունավետ ձևեր կան դա պարզելու։ Նրա խոսքով անթույլատրելի է այդ կասկածները դարձնել ամբողջ համայնքի եւ հայկական ինքնության դեմ խտրական վերաբերմունքի պատճառ։ we know that Մենք գիտենք, որ Ամերիկայում երբեմն մաշկիտ գույնն է խոսում քեզնից առաջ, երբեմն ազգանունդ է խոսում, եւ մենք ցանկանում ենք վստահ լինել, որ մարդիկ իրար դիտարկեն որպես անհատականություն, այլ ոչ խտրական լույսի ներքո։ Ուստի ասում ենք, Լոս Անջելեսը բոլորի համար է։ Լոս Անջելեսի քաղաքացիական իրավունքների վարչությունը Ամերիկահայ իրավաբանների ասոցիացիայի հետ գործակցելով հետաքննություն է սկսել, հավաքագրելու բանկերի խտրական վերաբերմունքի դեպքերը իրավական քայլեր նախաձեռնելու համար։ Դատական հայց կներկայացնեն, եթե բավարար ապացույցներ հավաքվեն։ Առայժմ հետաքննություն է ընթանում։ Մենք բազմաթիվ բողոքներ ենք ստանում վերջին օրերին։ Տասնյակ մարդիկ ասում են, որ դա իրենց հետ տեղի է ունեցել։ Եվ մենք վստահ ենք, որ բանկային ոլորտում ինչ-որ բան է կատարվում։ Մարդիկ կարող են դիմել մեզ։ Լոս Անջելեսի քաղաքացիական իրավունքների վարչությունը գործում է 5 տարի։ Այս ընթացքում հայերի նկատմամբ խտրականության եւս 1-2 դեպք են արձանագրել։ Բանկային խտրականությունը City բանկի դեպքից հետո դեպարտամենտի համար շարունակում է մնալ հայ համայնքին առնչվող ամենամեծ խնդիրը։ Քանի որ այս հարցը առաջ եկավ, ինչ սկսեցինք այս հարցի շուրջ խոսել, 30-ից ավելի մարդիկ կապնվել են մեր հետ, որ ասեն, որ իրենց հետ էլ նույնպիսի մի բան եղել է։ Դե բոլորը չենք կարող ասել խտրության պատճառով էր, պետքա բոլորը մեկ ստուգվի։ Լոս Անջելեսի քաղաքացիական իրավունքների վարչությունն ու ամերիկահայ իրավաբանները համայնքին հորդորում են դիմել իրենց բանկերի կողմից հաշիվը առանց բացատրության փակելու կամ վարկային քարտի հայտը առանց պատճառի մերժելու պարագայում։ Մենք կընդունենք նրանց փաստաթուղթերը, կընդունենք նրանց պատմած մանրամասնությունը ու դրանից հետո այդ բոլորը կհանձնենք եւ ավելի շատ ոնց որ միջնորդի դեր կունենանք City of Los Angeles-ի հետ։ Հայրավաբանները մանրամասնում են, որ բանկերից տուժածները կարող են իրենց փաստաբանի միջոցով դատական գործ հարուցել բանկի դեմ, բայց եթե դիմեն Լոս Անջելեսի քաղաքացիական իրավունքների վարչություն, ապա պետության կողմից կհարուցվի քրեական գործ, որը բանկին կարող է արժանալ մեծ տուգանք, իսկ տուժած հաճախորդների համար կենթադրի փոխհատուցում։ We don't do this alone. We have a great deal of Մենք սա միայնակ չենք անում։ Մեծ աջակցություն ունենք Լոս Անջելեսի քաղաքապետից, քաղաքային խորհրդից, իսկ քաղաքի փաստաբանի գրասենյակը մեզ օգնում է այս գործերն առաջ տանել։ Լոս Անջելեսի քաղաքացիական իրավունքների վարչությունում շեշտում են, հայց ներկայացնելն անվճար է, իսկ մարդկանց անձնական տվյալները կպահվեն գաղտնի։ Լիլիթ Սեթրակյան, լուրեր, Միացյալ Նահանգներ։